Դադար գրի ոչ մի հատ չկա։ Բուժումները ամեն ինչ արած, բայց մի ոչ մի հատ մգու չկա։ Մեղր ծախողը մատը կլպստի ասացվածքն այս աշնանը ամենաուղիղ իմաստով բազմաթիվ մեղվապահների մասին չէ։ Անգամ լպստելու մեղր չունեն փեթակներում։ Անանիա Ասլանյանի 25 փեթակները, որոնք ընդամենը ամիսներ առաջ լեփ-լեցուն էին ջրաջան միջատներով, վերածվել են դատարկ տուփերի։ Ասում է գնացելու չեն եկել։ Հատ առ հատ ցույց է տալիս ու մի պահ ինքն էլ անակնկալի գալիս, երբ մեկում հայտնաբերում է փրկված մեղուներ։ Դες մեկը կա, դες լավ, մեկը որ չամացի։ Օգոստոսի 15-ից սկսվող մեղրաքամը շատ գյուղերում տեղի չի ունեցել։ Մեղվապահների մի մասը ասում է անհասկանալի պատճառներով մեղուները լքել են փեթակներն ու չեն վերադարձել։ Մյուսների կարծիքով անկել են այլ վայրերում։ Արտաշավանցի Անանիայի կորուստը մեծ է։ Մեղվա ընտանիքներից բացի 250 կիլոգրամ էլ մեղր։ Եթե հիվանդություն ուներ, չգիտեմ ինչ ուներ, սատկած փեթակների մեջ կլինեին։ Փեթակների մեջից մեղուները հենց գնացել են։ Մի հատ մեղու չկա փեթակի մեջ։ Թողելներ, թող սատկած լիներ։ Ոչ մեկն էլ չգիտի ինչա կատարվել։ Բացարձակ։ Ես ամեն բուժում արել եմ, ամեն բուժում։ 60 հատից ընդամեն 100 կիլո բան են քամել։ Շոկ էր եղանակը։ Մեղուն չնստավեց ծվերի վրա։ Ծվերն լախացավ, սերուն չտվեց։ Մեղուն ինքը 40 օր ակապ ընդամեն։ 40 օր կսատկի։ Մեծ մեղուն սատկավ, ցակ չկար որը դևիսկեր։ Ու վсё, փետակն հանգավ բրծավ։ Ղազար Կարապետյանն առաջին տարին է փորձել մեղվապահությամբ զբաղվել։ 60 փետակ է ձեռք բերել, ընդամենը 10-ին է հաջողվել փրկել։ Լավ է ուսումնասիրել այս միջատների վարքը, խնամքը ժամանակին կազմակերպել, բայց չի հաջողվել կանխել հիվանդության տարածումը։ Իսկ թե ինչ հիվանդության մասին է խոսքը, ենթադրում է վարատոզ։ Ամեն տարի եղել է այդ հիվանդությունները, բայց այս տարի շատ շոկ էր։ Մեղուն ընդար վատ էր վիճակը, որ ինքը փոխանակ նստի ծվերին, չէ, կնստեր գետնի վրան։ Փետակի տակ շոկից, որ իր ռամտեքն չխալ էր։ Դրանց էլ ծվերը մնացին, լախացան, սերուն չտվեց։ Քաղաքից հետո ենք մենք դա նկատել, որ ինքը ակտիվ զարգացած է բարատոս տեսակետը։ Եթե ասենք մենք մի քիչ ուշադիր լինեինք ժամանակի միջև քաղաք կամ քաղաքից անմիջապես հետո այդ բուժումները անենք, կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք որ արել են ու այդքան անկում չեն ունեցել։ Մեր անուշադրության արդյունքում արտառոց եսի միշտ չկա, նոր հիվանդություն չի, որ չհայտնաբերված, չկարողանանք կասեցնենք։ Մեղուների անհետացման կամ անկման մասին ահազանգերը սկսվել էին հենց մեղրեցի մեղվապահներից։ Անդրանիկ Մովսիսյանը նրանցից մեկն էր, որի կորուստը կազմել է 30%։ Էկոնոմիկայի նախարարությունն ահազանգեր է ստացել Սյունիքի, Արագածոտնի մի շարք համայնքների մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների կողմից։ Օպերատիվ ձևով նախարարության մասնագետները այցելություն են կազմակերպել Մեղրի տարածաշրջան, Կապանի տարածաշրջան, Գորիսի մի շարք խոշորացված համայնքներ, իրականացվել են ուսումնասիրություններ, նախարարությունը պաշտոնական գրությունով դիմել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որպեսզի սահմանված կարգով իրականացնեն ուսումնասիրություններ, լաբորատոր փորձաքննություններ, արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը։ Սյունիքում նույնիսկ եղել են դեպքեր, երբ փեթակը դատարկ է եղել, մեղուները պարզապես գնացած են եղել, բայց այն բոլոր տեղերում, որտեղ եղել են անկած մեղուներ, նրանցից վերցվել են նմուշներ եւ տվել են լաբորատոր փորձաքննության։ Փորձաքննության արդյունքներով, այո, եւ սնկային եւ մակաբուծային հիվանդություններ հայտնաբերվել են եւ այդ հիմքով այլևս կիրականացվեն որոշակի գործողություններ առողջացման, բուժման եւ այլն։ Հետազոտությունների արդյունքում մեղուների շրջանում վարատոզ, նոզեմատոզ, ամեպիաս կոչվող հիվանդություններն են հայտնաբերվել։ Հայաստանում մեղվաբուծության մեջ խնդիրները սկսվեցին դեռ 1980-ականներից, երբ Պարոյա Յակոբսոնի տիզը ներթափանցեց Հայաստան։ Դրանից հետո ժամանակ առ ժամանակ լինում են նաեւ պիկեր, նշում է մեղվաբուծության միջազգային փորձագետ Կարեն Ավետիսյանը։ Ոչ հավասարաչափ ծվադրություն, փակ կամ փտած ворտ, ծակ կափարիչներ եւ այլն։ Կան մի շարք նշաններ, որոնցով մեղվապահները կարող են տարբերակել հիվանդությունը, նշում է մասնագետը։ Եթե շատ խորն է վարակվածությունը, փտած ворտ։ Շատ մեղվապահներ սա շփոթում են ամերիկյան փտախտի կամ եվրոպական փտախտի հետ։ Կլինիկայով շատ նման է արտաքին։ Ինչպես տարբերել, եթե ամերիկյան փտախտ է, ուրեմն վերցնում ենք մի ինչ-որ մի թեկուզ լուծկու, հա, այսպես հատիկ, մխրճենք անպայման այդ փակ ворթի մեջ եւ քաշենք հետ։ Եթե այդ թրթուրային զանգվածը ձգվում է երկար, դա նշանակում է փտախտային հիվանդություն է։ Եթե չի ձգվում երկար,
ամենայն հավանականությամբ խորը վառատոզային վարակվածություն ունի։ Այս դեպքում խորհուրդ կտամ օգտագործել անպայման արագ անցնելը բուժման եւ կարող եք նաեւ տալ ծաղկափոշի, որովհետեւ երբեմն լինում է, որ ծաղկափոշու պակասից մայրը սկսում է ձվադրել ցանցաձև։ Ըստ մասնագետի մեղուների անկման ներկայիս պիկը պայմանավորված է ներմուծված մեղվամայրերի թվի ավելացմամբ։ Դրանք բարձր արտադրողականության մայրեր են եւ հարմարված չեն տեղական պայմաններին։ Եվ եթե ձվադրությունը բարձր է, հետեւաբար բարձրանում է նաեւ տզերի պոպուլյացիան, իսկ տիզը գոյատևում է ի հաշիվ թրթուրների։ Եթե չունենք թրթուրներ, չունենք տիզ, ունենք թրթուրներ, ունենք տիզ։ Հետևաբար, երբ որ շատանում են թրթուրների քանակը փեթակում եւ այն դեղամիջոցները, որոնք կան Հայաստանում, նախատեսված չեն այդպիսի բարձր արտադրողականության փեթակներ բուժելու համար։ Այսինքն դեղամիջոցը ինքնին սկսում է չազդել տզի վրա եւ արդյունքում ունենում ենք անկումներ, չհաշված մեղվապահների չիմացությունը այդ տեսակի մեղվամայրերի փեթակների կառավարման հետ կապված։ Հայաստանում եղանակը բավականին գարնանսկիզբ ցուրտ է լինում։ Այս մայրերը սկսում են արագ ձվադրել եւ մեղվի ծավալը չի հասցնում, որպեսզի այդ թրթուրներին խնամի եւ այլն։ Գալիս է մի պահ, երբ որ մեղուն սկսում է թրթուրներին հանել փեթակից դուրս։ Ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների, այս տարի մեղուների ներմուծում տեղի ունեցել 2 անգամ, որից միայն մեկն է համարվում մեղվատու։ Ուզբեկստանից ներմուծված 4550 հատ մեղվի մասին է խոսքը, մայրերի մասին է խոսքը, մեղվատու, այսպես ասած, մեղուների մասին է խոսքը, ընդամենը այդ ներմուծումն է եղել եւ եւս մի ներմուծում եղել է, այս դեպքում արդեն փոշոտման համար նախատեսված մեղուներ են, որոնք լինում են փակ տարածքում, ջերմոցներում եւ իրենց խնդիրը ավարտելուց հետո այդտեղ էլ անկում են եւ նրանք մեղվատվության հետ որևէ կապ չունեն, դրանք կոնկրետ նպատակով բերվող մեղուներ են։ Մեղվապահները վստահեցնում են, որ անգամ տեղական մեղուների դեպքում է անկման ծավալները մեծ։ Այդ դեպքում պատճառ կարող են լինել եղանակային պայմանները։ Մասնագետը չի բացառում, բայց երբ խոսում է բուժման ոչ ճիշտ կազմակերպման մասին։ Թերի բուժում են ստանում եւ արդյունքում ունեն մենք այն պատկերը, ինչ որ կա։ Ես խորհուրդ կտամ օգտագործել միայն կովկասյան գորշ եւ հայկական դեղին մեղու, այսինքն Սյունիքի կողմ դեպի Եղեգնաձոր, Սյունիք, այդ կողմերը օգտագործել մեր հայկական դեղին մեղուն, Apis mellifera armenica, իսկ հյուսիսային մասերում կովկասյան գորշը։ Մանավանդ հիմա նոր հիվանդություն է սկսում տարածվել, տրոպիլելապսիան, եւ եթե ներմուծում են անում այս հիվանդությունից մենք ազատագրված չենք, եթե այս հիվանդությունը, այս տիզը մտավ Հայաստան, շատ ավելի վատ կլինի վիճակը։ Հայաստանում մեղվաընտանիքների քանակը վերջին տարիներին էականորեն անկում է ապրել, 250-ից հասնելով 180 հազարի։ Որպեսզի լիարժեք փոշոտում իրականացվի, պետք է շուրջ 250 հազար մեղվաընտանիք, որպեսզի կենսաբազմազանությունը Հայաստանի փոշոտման միջոցով պահպանվի, գյուղատնտեսական կուլտուրաները, որոնք կարիք ունեն փոշոտման, լուրջ կատարվի, ցավոք Հայաստանի շատ չեն կարևորում դա։ Կարծում եմ պետությունը պետք է խրախուսի մեղվաընտանիքների աճեցումը եւ ավելի նպաստավոր պայմաններ ձեռնարկի մարդը, որպեսզի կարողանա մեղվաընտանիք պահել։ Լիազոր մարմնի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա վերջին մի քանի տարիներին բավականին ավելացել է արտահանման ծավալները, այսինքն դա նշանակում է, որ մեր հայկական մեղրը որակական հատկանիշներով բարձունքների վրա է գտնվում եւ այդ նպատակով նախարարությունը ունի պետական աջակցությամբ մի շարք ծրագրեր, այդ թվում է մեղվաբուժության փորձնական ծրագիրը, որի շրջանակներում նախարարության կողմից իրականացվում են աջակցման մեխանիզմներ, մեկ մեղվափետակ ձեռք բերելու դեպքում պետությունը 50% գումարի հետ վերադարձ է իրականացնում եւ մեկ մեղվափետակի համար առավելագույնը սահմանված է 80,000 դրամ։ Ունենք նաեւ լիզինգի աջակցման ծրագրով մեղվաբուժության համար բաղադրիչ։ Ներքին սպառման համար հայկական մեղրը բավարար է անգամ վատ պայմաններում, իսկ թե ինչպես վերականգնել ու պահպանել մնացած մեղվաընտանիքները, Կարեն Ավետիսյանն ասում է միշտ պատրաստ է խորհուրդներով օգնել մեղվապահներին։ Հիմա էլ նրանցից շատերի հետ օնլայն հանդիպումներ է ունենում, ուղղորդում թե ինչպես վարվել փետակների հետ, որպեսզի հնարավորինս քիչ անկումներ ունենան։ Մեղվաընտանիքների վերացման վտանգ չի տեսնում, բայց լուրջ ռիսկ կա քանակի զգալի կրճատման, որը եթե շատ մեծ լինի, կանդրադառնա գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության վրա։ Վարդուհի Արզումանյան, Սեյրան Անտոնյան եւ Արմեն Գրիգորյան, Իրաքնորյալ լուրեր։